Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացավ հումորիստ Նորայր Նիկոյանի քույրը Ալետա Նիկոյանը։ Դեպքից հետո Նորայր Նիկոյանի կինը Լուսինե Թովմասյանն այսօր առաջին անգամ գրառում է կատարել սոցիալական ցանցերում։ Նա հրապարակել է իր եւ Ալետա Նիկոյանի համատեղ լուսանկարը, որն արվել էր Ալետայի հարսանիքի օրը։ Լուսինե Թովմասյանը հրապարակմանը կից գրել է ընդամենը մեկ բառ՝ Ալետս, որն արտահայտում է նրա խորը ցավն ու կարոտը։ Այժմ անդրադառնանք աստղային այլ նորությունների։ Դերասանուհի Էվելինա Շահիրյանը, շարունակելով իր սոցիալական էջերում ակտիվ լինել, այսօր հրապարակել է Instagram-յան մի քանի սթորի ու խոսել երևանյան զբոսանքի, ինչպես նաև եղանակի մասին։ Առաջարկում ենք դիտել դերասանուհու հրապարակումներն առանց մեկնաբանության։ Բարև ձեզ, այսօր հունիսի 27-ն է և ինձ ուզում եմ մի հատ ինչներ մրսում։ Անկեղծ կարճակտորով դուրս եմ եկել, ցերեկը ժամը 5-ը չկա դա, հացից մրսում եմ։ Նախքան փորձի գնալ ես, ասացի ամասնով բռնացնել կենտանում։ Այո։ Կարոտում եմ ամբողջ օրը նկարահանմանը։ Բարև։ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած սիրված երգիչ Տիգրան Ասատրյանի որդին Արման Ասատրյանն իր սոցիալական էջերում հրապարակել է նոր քավր տարբերակ։ Հարկ է նշել, որ Արմանը շատ հաճախ իր սոցիալական էջերում կենդանի կատարումներով է կիսվում, այդպիսով ուրախացնելով իր երկրպագուներին։ Դե իսկ Star News-ն առանձնացրել է հոլովակն ու ներկայացնում է ձեր ուշադրությանը։ Քեզ սիրեցի ողջ աշխարհը իմացավ Ջերի գնաց, ինչու յարս ուշացավ Արի տեսնեմ ես քեզանով հիանամ Դուն ինձ պատմիր, ես քո դարդը իմանամ Ջուր բերխմեմ, ես քո ջրից զովանամ Դերասանուհի և բլոգեր Լիանա Վանոյանն անդրադարձել է կառավարության կողմից առաջարկվող բջջային հեռախոսների միասնական համակարգի ներդրման նախագծին, կտրուկ քննադատելով այն։ Հանրային բողոք պետք է լինի, խայտառակություն է սա, գրել էր նա արտահայտելով իր մտահոգությունը նախաձեռնության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ կառավարությունը նախատեսում է ներդնել MII միասնական համակարգ ներմուծված բջջային հեռախոսների վերահսկողության համար։ Ծրագրի համաձայն ստեղծվելու է կենտրոնացված տվյալների բազա, որտեղ միմյանց կապակցվելու են քաղաքացու անձնագրային տվյալները, հեռախոսի անհատական ծածկագիրը և բոլոր ակտիվ հեռախոսահամարները։ Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները հնարավորություն կստանան ցանկացած պահի ճշգրիտ հետևել, թե կոնկրետ ով, ինչ սարքով և որ վայրից է միացել ցանցին, ինչը դուրս է գալիս զուտ հարկային վարչության շրջանակներից։ Իսկ մենք առաջարկում ենք լսել դերասանուհու խոսքն առանց մեկնաբանության։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, նախորդ սթորիում ես տեղադրել եմ փառահեղ նախագիծը, որով ենթադրվում է, որ տոտալ վերահսկողություն պետք է ունենալ մեր հեռախոսներին, մեր անձնական տվյալներին։ Ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Ինչ որ տեղ ու ժամ հորինեք, այդ նախագիծը ընդունող ու քննարկողները ամեն օր մեր հեռախոսները, բանկային քարտերը, ընդհանրապես մեր տեղաշարժը մենք գանք ձեր հետ համաձայնեցնենք, ժողովրդավար երկիր ենք ի վերջո, էլի, ու տենց շարժվենք, որտեղ զսպանակը գնալով ձգվում է, ես ընդհանրապես չեմ հասկանում ինչ է նշանակում, որ մեր անձնական տվյալները, ամբողջական ինֆորմացիան պետք է մասնավոր ընկերության ձեռքի տակ լինի։ Դուք հարց եք ուզում լուծել, բայց հարցը լուծելու ճանապարհին ստեղծում եք մի շարք մեծագույն խնդիրներ, որոնք ոչ միայն չեն օգնում, որ դուք այդ հարցը լուծեք, այլ դուք կանգնելու եք մի հատ ուրիշ խնդրի առաջ, եւ դուք եւ մենք։ Ես կարծում եմ, որ պետք է լինի հանրային բողոք, որովհետեւ սա խայտառակ նախագիծ է։ Դե այս զսպանակը ձգվում է, այսինքն ամեն հաջորդ նախագիծը, օրենքը լինելու է ավելի խայտառակ, ավելի ուժս։ Ես կարծում եմ, որ սրա մասին պետք է խոսել, բարձրաձայնել կարծիք, որովհետև ինչքան գիտեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշում, թե որ կողմ շարժվենք, ինչ անենք, եթե դա ընդհանրապես լոզունգ չի, այլ իրականության հետ որոշակի աղերս ունի, կարծում եմ, որ շատ մարդիկ կան, ովքեր դեմ են, եւ դրա մասին պետք է խոսել, պետք է ձևավորել հանրային բողոք, թե չէ սենց որ շարունակվի ամեն օր մի նոր մի
հետաքրքիր նախագիծ ալնելու, որը մենք ուզենք, չուզենք, պիտի մարսենք։ Ներողություն, ես չեմ ուզում։ Ես ունեմ իրավունք դա չուզելու։ Սոցհարթակներում այս հարցը բավականին մեծ աժոտաժ է առաջացրել։ Շատ հայ-հայտնիներ, բլոգերներ ու ինֆլուենսերներ խոսել են թեմայի առնչությամբ ու հայտնել իրենց հիմնականում դժգոհությունները։ Բլոգեր Հայկ Մկրտչյանը ևս խոսել է թեմայի մասին։ Հայկը մանրամասն կերպով ներկայացնում է մինուսների և պլյուսների մասին։ Star News-ն առաջարկում է լսել բլոգերի խոսքն առանց մեկնաբանության։ Ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը։ Ուղի մենակ քո, նաև քո տնեցիքի, իմ բոլորինս։ Ոնց ասեմ, կառավարությունը առաջակաշ մի նախագիծ, որով ցանկանում է ստեղծել email տվյալների բազան։ Ինչ է email-ին, պատկերացրեք, յուրաքանչյուր հեռախոս ունի անհատական չկրկնվող կոդ։ Հիմա ստեղծվում է մի հատ բազա, որտեղ ձեր հեռախոսի կոդը, ձեր անձնագիրը, անձնական տվյալներ, յուրաքանչյուր eSIM կարտը կցվում է իրար, ու ավտոմատ կերպով պետությունը կարող է նայել, թե ձեզանից յուրաքանչյուրը երբ որտեղից է ակտիվանում ցանցում։ Հիմա կհարցնեք, բայց միգուցե սա միջազգային պրակտիկա ունի, իհարկե ունի, այնպիսի ժողովրդավարությամբ առաջատար երկրներ, ինչպիսիք է Ինդոնեզիան, Պակիստանը, Թուրքիան, Իրանը, Բանգլադեշը, համայնքը չէ, Բանգլադեշ երկիրը, անգամ մենք առաջ ենք անցնում Ռուսաստանից, նույնպես ունեն ներդրված այս համակարգը։ Որն է արդարացումը պետության, ասում են, թե պայքարում են ապօրինի շուկայի դեմ, այն հեռախոսների, որը ոչ լեգալ տարբերակով ներկրում են Հայաստան։ Տենց ուրիշ լավ տարբերակ չկար, բոլորիդ պետքա գրանցել, ստեղծել միասնական բազա եւ դրա դեմը առնել։ Ու մարդես, որ ձեր հեռախոսը գողանան, կարան շատ արագ գտնեն ու անջատեն, չթողեն օգտվեն։ Դե ում հեռախոսը գողացել են, համոզված եմ այս նայելուց ծափ հատալիս, որտեվ գիտենք, թե ինչ արագ են գտնում գողացված յուրաքանչյուր հեռախոս email-ի կոդով։ Հիմա մտածում եք, սա ամենն է, ոչ, սա ամենը չի, մեզանից յուրաքանչյուր անգամ պետքա վճարի այդ համակարգի համար։ Ավելին, եթե դուք չգրանցվեք, չեք կարող օգտագործել ձեր հեռախոսը։ Քարտը չէ, ձեր հեռախոսը չեք կարող օգտագործեք։ Ու ոչ մենակ դուք, նաև ձեր բարեկամները, տուրիստները, ովքեր 1 ամսից ավել գալիս են Հայաստան, եթե չեն տանում ու գրանցում իրենց email-ին, վերջ հեռախոսը անջատվում է։ Հեռախոսը քարտը չէ։ Ինչու՞մն է սրա առավելությունները։ Ասե ես եթե լինեի խակեր, որովհետև մենակ իրանց համար է դրական։ Պատկերացնում եք մի հատ տեղ, որտեղ ամբողջ ազգի տվյալները կան ու կարելի է հեք անել, իսկ քանի որ մենք գիտենք պետական համակարգերը ինչ կուռ ամրություն ունեն, համոզված եմ դա մեզ չի սպառնում։ Իսկ եթե մարդես հեք անեն, ինչ պետք է անեն բջջային օպերատորները, անջատեն բոլորիս հեռախոսները, որ տվյալներ չգնա, բան չլինի, չվերցնեն եւ այլն։ Այո, սա հարված է մեզանից յուրաքանչյուրի թվային անվտանգությանը, անձնական տվյալներին, իսկ ինչ կարող ենք անել մենք, ըմբոստանալ, խոսել սրա մասին, ցույց տալ, որ մենք դեմ ենք նման համակարգի կիրառմանը։ Առավել ևս, երբ որ դրա մեջ կան կետեր, որ տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ նպատակներով։ Թե ինչ այլ նպատակներ է, թողնում եմ ձեր երևակայությանը։